խոստումները այն էր, որ նա լսեց մեզ բոլորից, չնայած ինքը լավ տեղեկացված էր մեր բոլորի գործերից, ուղղակի ինքը ասեց ես ինքս կրկնակի անգամ ճիշտ է ամեն հարցերով Պաշտպանության նախարարությունը թե պատկան մարմինները ձեր 4 մայրերի պահանջը գիտեն, բայց ես ինքս զեկուցագիր կգրեմ, բոլոր պահանջները կներկայացնեմ, ես ոչինչ չեմ խոստանում, որ կլուծեն ձեր պահանջները, բայց ասեց ես համոզված եմ, որ գոնե մի քայլ պիտի կատարեն, այո, մեր 4 մայրերի գլխավոր պահանջն էր Սերժ Սարգսյանի հետ հանդիպել, անձամբ ներկայացնել մեր երեխեքի սպանության գործը, որովհետև իրավապահ մարմինները այս 7 տարիների, 4 տարիների, 13 տարիների ընթացքում ճիշտ չեն ներկայացրել։ Այսօր ես կարող եմ ասել, նա ստեց, ճիշտ է, Գևորգ Կոստանյանը նորանշանակ զինվորական դատախազը մեզ լսեց, ինչ արեց, երբ որ մենք դեռ այստեղ կանգնած ենք, այո, որ համոզվեց, որ մենք ճիշտ ենք, ծնողները ճիշտ են, չի բացահայտվել այս 4 երեխեքի սպանությունը, որոնք մենք համոզված ենք, որ կատարվել է հրամանատարական կազմի կողմից, իսկ եթե սովորական զինվորի կողմից լիներ, թող մեր երեխեքի գործը դնեն հանրային քննարկման, եթե մենք ինչ-որ միտեղ սխալ ենք, թող ասի տեկին դուք սխալ եք, չէ որ իրենց կազմած քրեական գործով, մենք իրենց կազմած քրեական գործով ենք խոսում, որ ամբողջ գործը 99%-ը հակասություններ է։ Ինքը ասեց դուք կարող եք գալ ինձ մոտ, Պաշտպանության նախարարություն, մենք պատրաստվում ենք գնալ հետքերով, այսպես չի, որ հանդիպեցինք, մենք մեր բողոքը ասեցինք ու պիտի նստենք, չէ, ժամանակ կտանք, եթե նա չպատասխանի մեր հարց բարձրացրած մեր հարցերին, մենք ինքներս կգնանք այդ հետքերով ու մենք չենք դադարելու։ Ամսի 28-ին ոստիկանությունը շատ անշնորհք պահեց իրեն և նրանք իրավունք չունեն մեր ազատ տեղաշարժը խոչընդոտելու։ Ինչ է նշանակում, քայլում ես, գալիս է կանգնում է սևազգեստ մայրերի առաջ, ասում է չես գնալու, ինչի, ուր չեմ գնալու, դու գիտես ես ուր եմ գնում, ինչի չեմ գնալու, ով ես դու, ինչի չպիտի գնամ, մենք չենք լռելու, որովհետև զորամասերում շարունակվում է խոշտանգումները, զորամասերում շարունակվում է սպանությունները, այն հրամանատարները, այն աֆիցերները, որոնք կատարել են մեր երեխեքի սպանությունը, դեռ աշխատում են և պաշտոնները բարձրացրած։ Ես այդ հարցն եմ բարձրացրել։ Ինչի իմ երեխու զորամասում ոչ մեկը տուժ չստացավ։ Առաջի անգամ տվել էին դժբախտ պատահար։ Լավ, դրա մեղավորը ով էր։ Մեղավորանց չեղավ։ Արդարացվեցին մեղավորները, բայց տուժել չեղավ։ Ոչ մեկին տուժի չենթարկեցին։ Լավ, իմ երեխեն ինչ գործ ուներ 11-ից 15 պակաս դրսում, քուն հրամանից հետո։ Ոչ մեկը պատասխան չտվեց։ Իմ երեխի զորամասը, որտեղ ընկած է եղել իմ երեխեն, 300-400 մետր հեռավորության վրա է դրանից։ Ով պատասխան տվեց, ոչ մեկը։ Դրան հակառակ բարձրացվեցին հրամանատարի պաշտոնը ու տեղափոխվեց Գյումրի։ Սմբատ Սիմոնյանի պաշտոնը բարձրացրեցին, ուղարկեցին, շտաբի պետինը բարձրացրեցին, ամենակարևորը կորպուսի հրամանատար Հայկազ Վաղմանյանին տեղափոխեցին Խաչատուրովի առաջի տեղակալ, ինչ եք ուզում, ով է կանգնած այս սպանության թիկունքում, մենք ունենք անհերքելի ապացույցներ, որոնք պիտի ներկայացնենք Սերժ Սարգսյանին, որոնց նշանակություն չեն տալիս մեր իրավապահ մարմինները, այս 4 մայրերից,
ամբողջ իրավապահ համակարգը վախենում է, ինչի ես վախենում, ամբողջ միլիցիան կանգնում է, զորք ես բերել 4 մայրերի դեմ, զորք, մի ամբողջ գումարտակ բերել էիր, կանգնացրել էիր, տեսնում եք, վիդեոներով տեսեք, այո, մենք հիմա պատրաստվում ենք դիմել Վովա Գասպարյանին, որ ինչ իրավունքով է իր զորքին հանել 4 մայրերի դեմ, որ իրավունքով, ունի տեն սահմանադրական իրավունք, երբ որ ես քայլում եմ օպերայի մայթով, որ գնամ ազատության հրապարակ, այո, գնում եմ ընդեղ, երբ որ կհասնեի ընդեղ մի արարողություններ, ես մի անշնորհքություն կանեի, թող գային փակեին ճանապարհս։ Նրանք իրավունք չունեն։ Մենք քայլում ենք, եթե ինչ-որ մի տեղ ենք գնում, ուրեմն ոստիկանները անպայման եթե միասին, ոչ հետևներից ես գալիս են։ Արդեն ջղայնությունից թեքվում եմ, ասում եմ, մենք տուալետ ենք գնում, ոստիկաններ, հետներս պիտի գաք։ Ինչ է նշանակում դա։ Այ քեզ բան, մենք իրավունք չունենք միտեղ գնանք, ոստիկանները ոչ հետևներից ես գալիս են։ Երեկվա մեր հանդիպումը, որ պարոն Ավետիսյանը, գեներալ Ավետիսյանը հրավիրեց Պաշտպանության նախարարություն, բայց հետո ինչ-ինչ պատճառներով ժամը 1:30-ի 2-ի սահմաններում եւ ինքը պատճառը մեկնաբանեց, որ մենք կգնանք այնտեղ եւ չգիտես ինչի կբարձրանանք նախարարի մոտ։ Ոչ։ Մենք նախարարին եթե ուզենանք տեսնել, ստեղ էլ կբռնացնենք։ Կգնանք այն կողմից, կկանգնենք մեքենայի դեմը, կասենք իջի, ինքը կիջնի։ Չենք թողնի, մենք կարող էինք գնալ եռաբլուր ու կանգնել նախարարի դեմը, ասել պատասխան տուր։ Բայց մենք գիտեինք այդ օրը ինչ օր է եւ ոչ մեկս մեր այս 4 մայրերից ոչ մեկս ոչ եռաբլուր են գնացել, ոչ էլ որ նախարարին ասեին, գիտես մեր հարցերը բարձրացնեինք։ Ոչ, այդ օրը չէր։